Բարև ձեզի հարգելի հայրենակիցներ, ակնց որ մեր թեմը նվրած է հայկական դպրոցների վիճակը Աբխազիայի հանրապետությունում։ Պիտի ասենք, որ Աբխազիայի հայ համայնքի թվականակը մոտավորապես 45,000-ն 50-55,000։ 55,000 հայ մարտաքանակով ակնց գոյություն է ընդհանրապես 21 դպրոց։ Հարգելիքս քիչ չաթը Էմեն դարի աշակերտները քիչ լուշե բաճարով մի դպրոցնի փակվինգը։ Եթե ասում շարունակվի 5-6 տարի հետո Աբխազիա հայկական դպրոցը գոյություն չունի։ Հիմա աշինքը օրը մի հայկական դպրոցնի փակվինգը եւ ինչ բաճարն է գայր Էմեն դարի նվազիգը դպրոցները քանակը։ Բերինք առաջին խնդիրը, երբ որ հայ ծնողը ու երեխան տոնի ռուսական դպրոց, այն հաշվարկը դա ռուսական դպրոց ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու եւ դպրոցը բաշխած լավ ռուսագետ կլինի եւ գեշար Ռուսաստան ամենը մեկ քաղաքին գայնագույնտումբին համասարանի բուհեր։ Իսկ որ հայկական դպրոցը գեշտա այն հատկան գիտելիքներ ձեռք բերեցի եւ այն դպրոցն ավարտելուց հետո մեկ ջոմպնին բացվին ու Հայաստան էշտու սորբուշ իսկ Հայաստանի ջոմպն փանգա այս երկու պատճառներն ընտարաճ բերինգու եւ այդ պատճառով ունի դղակը դոնինգը ռուսական դպրոցն է։ Եվ այստեղ ես պիտի ասեմ գլխավորը, որ ծնողներն ռուսական դպրոց ծնողներն չարաչար սխալվինգու։ Հայկական դպրոցն ներկայումս գոյություն ունի հետևյալ ձևը։ 3 ժամ հայերեն է, հայոց լեզու գրականություն, պատմություն եւ պլյուս 2 բառ անպայման համշենական բարելավեցնինգու եւ ապտի բացի մնացած ալլայի ծրագիրը ռուսական լեզվով է։ Հիմա այստեղ հայկական դպրոցը ավելի շատ առավելություն ունի, որտեղ հայկական դպրոցը ըշտող աշակերտը որպես հայ մնալու, հայկական մշակույթը գիտնալու, հայկական կուլտուրան, հայկական հավատքը, կրուշ-կաշտուշ գիտնալու, հայոց պատմությունը գիտնալու։ Եվ եթե ընկալքում խելք ունի, դպրոցը բաշխած են ետքը նու առաջ բացվինգու Ալլայի բարձրագույն ուսումնարան Ռուսաստանում եւ ստատիստիկան գասեր հայկական դպրոց հաջախող եւ ավարտող ու բարձրագույն ընդունվող համալսարանին ավելի շատ են, քան ռուսական դպրոցում հայ աշակերտները։ Եվ այս օրինակով ինչ կուզեմ ես ասոր, հարգելիքս, երբ որ սեպտեմբերը կա, դու ուշե կողմը որոշեցեք, որ մենք մի դղակը գրգով ենք հայկական դպրոց որպեսզի հայկական դպրոցին փակվինեջ, եթե մենք սխալվենք ու նույն սխալը շարունակենք, գրգենք ռուսական դպրոց, ապա մի դպրոցին փակվենք ու հույս շնորհիվ, հենց ի շնորհիվ, հենց մի շնորհիվ, որտեղ մենք հայասեր չենք, մենք ունենք յան ազգանունը եւ հարսանեկներուն քեֆերուն մատուշ գիտենք, իսկ գործով մենք որպես հայ չենք, մենք գործենք որպես թշնամի, թաքնված թշնամի մենք միրաններ, որտեղ մի դեղն, մի հայ դեղն, հայկական հոգույն սայդեն գտրինք ու դոնինք ու օդար լեզու և տարտնինք օդար, են միրոմար, են մեզի խոր ճոնչակ, որտեղ հայոց բատմությունն ինչիկ տեղեկություն չուննալ, տունք հարգելի ծնորել, հացոյ գնեք, այդտիր պատճառով էր մեր հայկական դպրոցնին փակվինք ու, եթե փակվին դպրոցնին, ուրեմն այդ կեղոնը կոմած դադարգվինգու, բարաբվինգու և մենք ստիպված կլենք քոչուշ, էշտուշու, ձուլվուշ և անպայման մենք դարերը ընտացքում, սոն 30 դարվա ընտացքում մենք ձուլվինգու։ Հիմ ինչպես Ռուսաստան Կրասնոդար երկրամասի հայության 95% և դներուն և տուսունքը էմենտի խոսինգու ռուսականը, հայկականը հաշված ունեն օդար լիզու և ամբետք լիզու, ինչ ուրիստեղ միշտեղ շատ պիս խոսքեր գասեմ, հաջելի չէ ալայլ ադրսին, տուն նախ և առաջ ջոնջակ եզը որպես հայ, անձնավորությունը որպես հայ հազարը, տուն բաշտակ ու բաբերուտ ունցած ջոմպն, տանը ճայտին ժամանակ պախոն էգոն, ճայտին ժամանակ ընդեղում բայկարեցին, խալսեցին դասնյակ հազարավոր երեխաները մաշտիկ ուղարգեցին Աբխազիա և Կրասնոդար և այստեղ հիմնեցին հայկական դպրոցներ և եկեղեցիներ, այն հավատքով, որ հետագայի մուրից թորներն ու ձորները հաջախին հայկական դպրոց։
մենք ոչ միայն հաջախինք հայկական դպրոցն է, մենք փոխենք ու մեր ազգանունի յանը, մեր օնունին ալայ օդարական օնունը, մենք մեզի որպես հայ ոչ հարգինք ու ոչ պաշտինք ու հարգելիքս, եկեք մենք մեզի ջոնջինք, մենք մեզ մն հեռնող գեջ, մենք մեզի թշնամեն լինքեջ, ընար թակստոցն հարված ենք ու մենք մեզի մին մեջքին թակստոցի ծնոր մեգնա մեկ ցավը չին գզգալ, ցավը գզգոն դարներ ընթացքում, եթե մենք ձուլվինք ու գոյսվինք էշտոնք, հարգելիքս շիդգեցեք, այստեղ մեկ ջոմպը մագա, եթե այդ ջոմպով մենք էշտոնք հեչ, ուրեմն մի դպրոցն են ծիր բաճարով, ինչ հոգու խրջի խայտ տունք զգյակ պիտիտը, ասինք տունք այդ խայտը ունայքն է, ծիդգակ ռուսական դպրոց չայի կգրգի, եկեք ջոնչեցեք ծեզի, հարգեցեք ու պաշտեցեք, ինչպես Վարդան Մամիկոնյանի թորներ, Գեղամ Սարյանի թորներ, Բաղրամյանի ձորներ, եկեք սիրինք մեր ազգը, հարգինք ու պաշտինք, եթե մենք մեզի սիրինք ու հարգինք պաշտինք էջ, ուրեմն մենք միգել ազգերին սուտ խապինք ու վեկու չինք ասել, են մաշտ է բյինոտ ուրինը չի արզնել, ուրինը չի ջոնչել, են միգել նոսնալ գանտեսակ չի ազնել, եկեք հարգելի համշեցիներ, շիտգվինք ու սեպտեմբերի 2026 թվի սեպտեմբերին միր դողոթը ծերկն պրնինք ծաղիկներով դոնինք հայկական տպրոցնուն, ոչ այլ սոնամեկ տպրոցնին, որպեսի չպակվին, այլ տպրոց հայկական ավելցնի չեն, պակված է մեկ ընդմիշտ բաշղավ, են այլ վերագանման ենտագա չէ, ես աստեղ իմ խորին շնորհակալությունը սկուզեմ հայտնուս Աբխազիայի Հանրապետության կուլտուրայի մինիստրությունը, որ մեզ ընտրած գեշտա, միլոման հայ աշակերտ գտնենք, որ իսային այդ տպրոցը փակվի հետ, իսկ մենք թշնամաբար վերաբերմունք ցուցաբերենք ու միր հանդեպ, միր աշակերտն մի դողոց հանդեպ եւ դողոցը թունավորենք ու եւ պոյտոնենք ու օդարել լեզով գուտոնք դպրոց, հարգելիքը շիտգվինք քանի ուշ չէ, քանի ձուլված չենք օդարության մեջ, մենք աշխարհի մնացուն հնագուն ազգերուն մեջն ենք, որը առաջին ընդունած ունի քրիստոնեայությունը, ունի իր մեսոպատար հայոց գիրն ու գրականություն ունենք, այդել մենք Ալլահի գոյսնենք ու եթե մենք հաջախենք էջ հայկական դպրոցներ, ուրեմն եկեք մենք որպես հայ մնոնք, մենք մեզ հայ ենք, մի շրջապատեն միգել ազգություն ունենալ հարգինք ու պաշտինք, ես շատ շնորհակալ եմ, եթե իմ խոսքես հասոն ծեզի դեղ հասոն, և տունք միտքը նուշի դեղ ունեք ընչուք սեպտեմբերը, tak kuzek մնուշ որպես հայ, իլի kuzek ձուլվուշ, իլի հայ լեզուն ու հայ մարդը ծրոմար թշնամի օդար մարդը, չէ, ընկու հոգու հարազատն է, որտեղ տունիս այդ գաշվին մեջ տունալ այդ դու նեսնես, այդ գաշվինը մսով արունի նեսես, ինքը դեր հայիս ամա, ընչուք հիմի չես գալոյ տուն հայությունս, ինքը քեզի ջոնչայու ետ տարցի, շիտգեր ջոմպետ, շիտակ ջոմպա, այն ժամանակ ասված մեզ ամեն դեղ պարկևակում և մեզի գուդա գանատ ջոմպը, շատ շնորհակալություն ու լսեցիք մեր իսա փոքրիկ զրույցը նվիրված հայկական դպրոցն վիճակը Աբխազիայի Հանրապետություն, ևս մի անգամ բոլորի շնորհակալություն, առողջություն, երկար տարիների կյանք, հավատ ու լույս, հավդեցեք տունք ծեզի, որ տունք հայ եք և հայի պիտի մնաք։